Վերջին կիրակին միանշանակ պատմական էր ոչ միայն հունգարացիների համար, այլ նաև ամբողջ աշխարհի։ Իրականում ականատես եղանք մի բանի, որը շատերին անհնար էր թվում։ Եվ այսպես ավարտվեց Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարումը։ Մի մարդու, ում աջակցում էր ոչ միայն Պուտինը, այլ նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջերս անգամ Բուդապեշտ էր այցելել Ջեյ Դի Վենսը, ով աջակցություն հայտնեց Օրբանին, թեև ի վերջո դա էլ չօգնեց վերջինիս հաղթել ընտրություններում։ Օրբանին փոխարինելու է գալիս 45-ամյա Պիտեր Մաջարն իր տիսակուսակցությամբ։ Միանշանակ գործ ունենք նոր քաղաքական իրավիճակի հետ, քանի որ երկրի ղեկը անցնում է մի մարդու, ով 2-ից 3 տարի առաջ չուներ հանրային մեծ աջակցություն եւ անգամ ճանաչում։ Այս եթերի ժամանակ ցանկանում եմ խոսել մի քանի գործիքների մասին, որոնք օգնեցին Մաջարին հասնել հաղթանակին։ Ողջունում եմ բոլորիդ 360 աստիճանի հարթակում։ Ես Անի Մինասյանն եմ, իսկ սա առաջին ոդքասթն է նոր ֆորմատով։ Գնացինք։ Մաջարը ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո կոչ արեց Օրբանի օրոք պաշտոնավարած նախագահին, բարձրագույն դատավորներին եւ գլխավոր դատախազին հրաժարական տալ։ Իհարկե, եթե նրանք չգնան այդ քայլին, պարլամենտը կարող է ինքը սկսել գործընթացը, չնայած անհրաժեշտ կլինի падգամավորների ձայների 2/3-ը։ Իհարկե, հետաքրքիր կլինի կողքից հետևել հաջորդ զարգացումներին, նաև հասկանալու համար, թե արդյոք նորընտիր վարչապետի քայլերը ուղղված են համակարգը արմատորեն փոխելուն։ Ինչու է սա առանձնահատուկ, քանի որ հենց ինքը Մաջարը որոշ ժամանակ առաջ եղել է այդ համակարգի մի մասը։ Դե էլ չասեմ նրա մասին, որ նրա նախկին կինը եղել է Օրբանի օրոք արդարադատության նախարար։ Բայց անցնելով արդեն այս թեմայից, քանի որ հաղորդման սկզբում արդեն նշել էի, որ այսօր խոսելու եմ գործիքների մասին, որոնք օգնել են Մաջարին հաղթանակին հասնել, եկեք շատ սահուն կերպով անցնենք հենց այդ խնդրին։ Խոսելով գործիքներից եւ խոսելով նրա մասին, թե ինչպես հաջողվեց 2 տարվա ընթացքում շատ արագ դառնալ հայտնի դեմք, կարևոր է անդրադառնալ մի քանի կարևոր կետերի։ Առաջինը ես այսպես եմ անվանել հարված համակարգի ներսից։ Մաջարը հենց համակարգի մարդն է, այսինքն լինելով իշխող էլիտայի մի մասը, նա գիտեր բոլոր թույլ կողմերը։ Սա հենց այն գործիքն էր, որով կարելի ասել նա քանդեց Օրբանի անպարտելիության միֆը։ Երկրորդ կարևոր հանգամանքը դա տեղեկատվական բլոկադայի ճեղքումն էր։ Քանի որ պետական լրատվամիջոցները գտնվում էին ամբողջովին իշխող ուժի վերահսկողության տակ, Մաջարը որոշեց կապի դուրս գալ մարդկանց հետ սոցիալական մեդիայի միջոցով։ Դե մեր օրերում բոլորս էլ գիտենք, որ դա շատ լավ եւ արդյունավետ գործիք է ասելիքը ավելի հանրային դարձնելու համար։ Այս թեմայի հետ կապված նաև կարևոր է առանձնացնել երիտասարդության ուժը, քանի որ շատ է խոսում նրա մասին, որ փոփոխության մեջ հսկայական դեր են ունեցել հենց երիտասարդները։ Սա այն սերունդն է, որը իր հասուն կյանքը անցկացրել է ընդամենը մեկ իշխանության օրոք, այսինքն տեսել է ընդամենը մեկ իշխանություն, մեկ կառավարման մոդել եւ որից փաստորեն այդքան էլ գոհ չի եղել։ Եվ երևի հենց դա է պատճառը, որ 18-ից 30 տարեկանների շրջանում Մաջարի վարկանիշը ռեկորդային է ուղղակի եղել։ Եվ որոշ վիճակագրական տվյալներ, որոնք արդեն արվել են ընտրություններից հետո, ցույց են տալիս, որ նշվածս շեմում գտնվող տարիքային շեմում գտնվող անձանց ընդամենը մոտ 7%-ն է քվեարկել Օրբանի օգտին, այսինքն երիտասարդները իրոք ցանկացել են նոր փոփոխություններ տեսնել։ Հաջորդ կարևոր գործիքը եղել է, այսպես ասած, նոր դեմքերի քաղաքականությունը։ Սա նշանակում է, որ Մաջարի քայլերթերի ժամանակ իր կողքին չեն եղել քաղաքական հայտնի դեմքեր, այլ կարևոր անձինք, ում շատ լավ հասարակությունը ճանաչել է, այլ նոր թարմ եւ անգամ անփորձ թվացող անձնավորություններ, որոնք փաստորեն արդեն հնարավորություն ունեն առաջին անգամ մուտք գործել պարլամենտ։ Սա մարդկանց մոտ վստահություն է առաջացրել եւ մարդիկ հավատացել են, որ հին խաղի շարունակություն էլ չի լինելու։ Հաջորդ կարևոր գործոնը եղել է վախի եւ հույսի բախումը։ Հիմա բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։
Ուրեմն մինչ Օրբանի քարոզչամեքենան հիմնված էր վախի վրա, մարդկանց անընդհատ վախեցնելով Ուկրաինայի հակամարտությամբ, պատերազմի մեջ ներքաշվելու հեռանկարով, թե արտաքին թշնամիներով, Մաջարը ընտրեց հույսի ճանապարհը, եթե կարելի այդպես անվանել։ Այսինքն նա խոսում էր ոչ թե այն մասին, թե ինչից պետք է վախենալ, այլ այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Հունգարիան առանց կոռուպցիայի, առանց ներքին պառակտման եւ եվրոպական ընտանիքի լիարժեք մաս կազմելով։ Մաջարը իրականում հասկացել էր մի պարզ ճշմարտություն. մարդիկ միշտ էլ նախընտրում են լսել հույսի ապագայի մասին, քան ապրել մշտական տագնապի եւ վախի մեջ։ Ընտրության արդյունքները փաստորեն ցույց տվեցին, որ նման մոտեցումը ճիշտ էր, այսինքն հասարակությունները չեն սիրում երկար տևական ժամանակ խոսել պատերազմների վախի մասին, այլ նախընտրում են առաջ գնալ։ Իհարկե ճիշտ է սա թե սխալ, սա արդեն հարցի մյուս կողմն է։ Ես այստեղ խոսում եմ ընդհանրապես գործիքակազմի վերաբերյալ եւ նրա մասին, թե ինչպիսին ազդեցություն է թողել ընտրությունների վերջնական պատկերի վրա։ Մեկ այլ հետաքրքիր գործիքներից մեկը եղել է, ինչպես ես եմ անվանում, անձնական կոնտակտը։ Այսինքն նրա հաջողությունը կայանում է նրանում, որ նա փորձել է լինել մարդկանց մեջ, խոսել մարդկանց հասարակության հետ։ Նա փորձել է լինել երկրի տարբեր մասերում, փոքրիկ գյուղերում, որոնք անգամ տարիներ շարունակ համարվել են Օրբանի անառիկ բաստիոնները։ Եղել են օրեր, երբ նա անցկացրել է մինչև 6 հանրահավաք մեկ օրվա ընթացքում, անձամբ սեղմելով մարդկանց ձեռքերը, լսելով նրանց խնդիրները, այսինքն լինելով մարդկանց մեջ, հասկանալով նրանց խնդիրները, նա փորձել է ավելի հասանելի, ավելի մոտ թվալ, ինչի շնորհիվ նաև ձեռք է բերել հայտնիությունը այդ 2 տարվա մեջ։ Եվ ի վերջո Մաջարը հաղթեց, որովհետև օգտագործեց հենց այն զենքերը, որոնց դեմ Օրբանը դեղատոմս չուներ։ Մնում է հասկանալ իհարկե, թե ինչպես է պայքարելու ամբողջ համակարգի դեմ, հաշվի առնելով այն, որ Օրբանը 16 տարվա ընթացքում պետությունը վերածել է մի կուռ կառույցի, որտեղ ամեն մի օղակ, սկսած դատարաններից մինչև տեղական ինքնակառավարման մարմիններ, լցված են եղել հավատարիմ մարդկանցով։ Դե մեզ մնում է միայն հետևել իրադարձություններին եւ բաց չթողնել ամենակարևոր քաղաքական նորությունները։ Եթե կան թեմաներ, որոնց մասին կցանկանանք որպեսզի խոսեմ, ապա անպայման մեկնաբանությունների բաժնում գրեք դրանց մասին, ես դրանց առանձին կանդրադառնամ։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք ոչ մի նոր հաղորդում։ Այսօրվա համար այսքանը։ Լավ եղեք։